Գրկեց։ Այո, եւ սիրո մեջ ուժը գտնելու գաղափարով էլ շարժվենք առաջ, բայց մենք շատ հաճախ մեր ուժը գտնում ենք համեղ բաղադրատոմսեր փորձելով եւ հատկապես երբ դա անում ենք առատոսայի շրջանակում, օրը իսկապես երջանիկ տրամադրությամբ ենք սկսում։ Մեր փայլող աչքերը վկա։ Բարի լույս, Անուշ, բարի լույս Իրանուշ, այսօր մեզ Իրանուշն է հյուր եկել։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում տեսնել։ Շնորհակալություն։ Ես էլ շատ ուրախ եմ իմ առավոտը սկսելու հանրայինի տաղավարից, լուսավոր տաղավարից, ձեր նման լավ մարդկանց կողքին։ Շատ շնորհակալություն։ Սիրանուշը եկել է տնական գաթա, թխած, պատրաստած, այսպես սա ավանդական գաթա է իհարկե, բայց եկել է տարբեր այլ մտքերով, որովհետև տնական գաթան կարող է լինել նաև այլ միջուկներով եւ ստանա ոչ հայկական, ոչ ավանդական, այսպես ասած։ Բայց շատ համեղ լինի։ Գաթան է, բայց շատ համեղ, ես փորձել եմ, իսկապես շատ համեղ է։ Հիմա սկսենք պատրաստել, քանի որ անհրաժեշտ էր, որպեսի խմորը մի քիչ մնա, սառչի, սառնարանում հանգստանա, նախապես արդեն Սիրանուշը պատրաստել է, բայց հիմա ասա թե խմորի համար ինչ էր անհրաժեշտ Սիրանուշ եւ սկսենք բացել Խմորի համար մեծ անհրաժեշտ է ալյուր, կարագ, փխտեցուցիչ, մածուն, վերջ ու լիքը սեր, որ համեղ ստացվի։ Դե իհարկե, առանց Հիմա դրա մենք մեր անհնար է։ խմորը բաժանում ենք գնդերի եւ այնուհետեւ մեր միջուկները կտեղավորենք խմորի Բայց տարատեսակ միջուկներ կան ձեր վարչությունված, ու այդ բոլորով պետք է գաթա պատրաստենք։ Խառնում Չի, ենք, ընկույզ, խառնում ենք, այո։ շոկոլադ եմ տեսել այդտեղ։ նուտելա եւ ընկույզ։ Շոկոլադե կրեմ է եւ մենք իհարկե տեսել ենք հիմնականում չրով եւ ընկույզով, չէ՞ գաթաները, բացի մեր ավանդական գաթայից, բայց մյուս միջուկները հորինել է Սիրանուշը եւ լավ է ստացվել։ Այնպես որ կարծում եմ մեր հերոստատի, այո, մեր հերոստատիտողներն է, եթե փորձեն պատրաստել հաստատ։ Ես հիմա խուրման եմ կտրում։ Ախ դա խուրմա է։ Այո, որպեսի խուրմայով եւ խուրմայի հետ ինչ ենք ավելացնում ընկույզ։ Ուրեմն մեկը կլինի խուրմայով եւ ընկույզով, մյուսը ուղակի չրերով, հետո շոկոլադե կրեմով եւ ընկույզով եւ ինչն է հետաքրքիր, կոկոսի փաթիլներն են, համ քերուկն է եւ խտացրած կաթը։ Գաթա։ Չմոռանաք սուրճի համով գաթայի մասին։ Եւ այո, ամենահետաքրքիրը դուք սուրճ սիրում եք, չէ՞։ Շատ ենք սիրում։ Այստեղ մենք ունենք սուրճի համով գաթա, որը բայց սուրճ հիմա կտեսնենք թե ինչպես։ Կոկոսովն էլ էր իրականում շատ հետաքրքիր։ Այո։ Կոկոսով գաթա ինձ թվում է ոչ ոք չի փորձել։ Իդեպ ինչպես մտածեցիր պատրաստել։ Դու սկսեցիր տնական գաթաներ պատրաստել, մարդիկ հավանեցին, հետո ճիշտ ասած, այս փոքրիկ գաթաներ պատրաստելու գաղափարը ինձ իմ ամենաառաջի հաճախորդն է տվել, որ եթե տարբեր միջուկներով ես սարքում, ինչի՞ չես անում փոքրիկ տարբերակներ, ու ինձ շատ դուր եկավ այդ գաղափարը։ Որ բոլորից փորձելու հնարավորություն լինի։ Ինչպես։ Որ բոլորից փորձելու հնարավորություն լինի։ Ու սիրվեց բոլորի կողմից։ իսկապես դա շատ հետաքրքիր է, որովհետև մենք հիմնականում գիտենք այսպես կլոր մեծ գաթաները, բայց ինչ որ հիմա պատրաստում է, տեսեք փոքրիկ գնդիկներ է անում Սիրանուշը եւ հիմա այդ գնդիկներով կպատրաստի տարբեր տեսակի միջուկներով փոքրիկ գաթաներ։ Ես այսպես մանրեցնեմ։ Կուզես մենք էլ մտածենք ինչ-որ մի բան գաթա։ Միջուկներ, այո։ Ծիրանի ջեմով, բայց ինձ թվում է այդ տարբերակը ինչ-որ մեկը մտածած կլիներ հաստատ։ Ես ուղղակի իմ նախընտրությունն ասացի։ Ծիրանի ջեմը, բայց ծիրանի միջուկով այն մեջի կուտը որ կա։ Այդ դրանցով։ Կընդունեք այս առաջարկը, Ծիրանի ջեմով, ծիրանի միջուկով առհասարակ պատրաստել եք երբևէ։ Տղաները Ունես վստահ ասեցիր դու։ Ինձ թվում է չէ, ինձ թվում է ինչ մեկը մտածած կլիներ, ամեն դեպքում մենք ծիրանով ամեն ինչ սիրում ենք, չէ՞, պատրաստել։ Հաստատ, լավ տարբերակ է։ Դե եթե ծիրան, ապա թուզնել կարող ենք։ Այո։ Ճիշտ ասած, ես մենք մտքեր ենք պարբերաբար քեզ տալիս, հաջորդ անգամ նոր մտքերով գաս։ Այո։ Տեսնենք ինչ է ստացվել, չէ՞։ Այո։ Իրականում նաև շատ լավ համադրվում է ուրցը,
ծիրանի հետ։ Ծիրանի հետ իմ ամենասիրելի տարբերակներից մեկն է միշտ դիլիջան գնալիս փորձում Թարմ ուրց եւ անպայման։ թարմ ծիրան։ Ծիրանը չիրել կարող է լինել։ Չիր, բայց ուրցը թարմ։ Այո։ Չորացրած։ Չորացած ուրցներ, չէ, չորացած ներողություն, թարմ չէ։ Չորացած։ Այո, այո։ Շատ համեղ է։ Ուրցը դնում ես Ու շատ հայկական։ Չրի վրա ու Տես, եթե ես իմանայի ինչպես ենք մենք դա անում, հետաքրքիր է որ երջանիկ մարդ կլինեի, ուղղակի կարող եմ ասել, որ այդ համերը պիտի լինեն, մեջը որ համեղ լինի։ Բայց ինձ թվում է նույն մեթոդով է, չէ, լինելու, ինչով որ դուք եք պատրաստում։ Այո, խորից, ծիրանաչիրը կտրատած ու ուրցը։ Այսինքն փորձել Տրորում ենք։ ենք։ Թե ուղղակի պատկերացրեցի։ Չէ, փորձել եմ, Եվ լավ է։ ինձ դուր է եկել, բայց ոչ բոլորին, չգիտեմ այդ ուրցի համը դուր գալիս։ Կոնտրաստային հայկական համ է ամեն դեպքում, կոնտրաստային այն իմաստով, որ ծիրանի հետ հետաքրքիր է համադրվում։ Իսկ կարող ենք մի փոքր ռեհան ավելացնել այդտեղ։ Օղակի։ Ռուբեն։ Ինչ-որ մի բան ուզում մասնակցեմ, էլի։ Այդ արդեն երևի աղի խորիզի հետ։ Աղով տարբերակ։ Իսկ աղի մտածենք։ աղի գաթայել կա, չէ, օրինակ մարզերում տարբեր մենք էլ պատրաստել ենք, բայց դու ինչպես ես վերաբերում այդ խմորին։ Քեզ դուր է գալիս։ Օրինակ ինձ անկեղծ այդքան չեմ էլ փորձել։ Չես փորձել։ Աղի գաթան։ Բայց Այո, մտածել աղի եմ գաթայել։ աղի կարամելով Խմորը պատրաստել։ մի քիչ աղի է լինում, բայց Խմորը ոչ թե Այո, Իսկ միչուկը։ միչուկ Անուշ ջան ներսում լինի։ միչուկը խորիզով, բայց չեմ փորձել։ քիչ խորիզով կարծես թե ամբողջությամբ բաղադրատոմսը այսպես չեմ հիշի հիմա, բայց ինձ ավելի քաղցրն է դուր գալիս։ Մեզ էլ։ Սա պատրաստ է արդեն։ Հիմա խորիզը պատրաստեցի, Խորիզը պատրաստեցի։ կարակ, շաքարավազ եւ այլն։ Ավանդական ձևով։ Սա կկիսենք երկու մասի, սրան պետք է խառնենք մեր ծիրանաչիրը եւ սուրճը։ Սուրճը։ Հասկանալի է։ Սուրճն ու այստեղ ծիրանը միասին կխառնենք, ենք համադրվելու։ Այստեղ կարող եք բաժանել Ոնց որ հա։ այն հատվածը, Այ, որ դա ձեզ հետաքրքիր պետք չէ։ Կիսենք, հա, երկու մասի, հա։ այսպես։ Չէ, առանձին էր փաստորեն։ Այո, Մեզ տված ծիրանն ու սուրճը միասին եք համադրում, բայց առանձին։ Բավական է Անուշ ջան։ Մենք Եվ անհամբեր ինչ սպասում ենք սուրճի հատվածին, թե ինչպես է սուրճով գաթա պատրաստվելու։ հետաքրքիր է, չէ։ Շատ։ Ես էլ չէի պատկերացնում սկզբում սուրճի համով գաթան, բայց հետաքրքիր համ ունի։ Խորիզը հիմա սուրճով ենք, հա, խառնում։ Որպեսզի խորիզը ներծծի սուրճը։ Տիրամիսուից ոգեշնչված։ Ես էի ուզում ասել, սա մոտեցում է։ հայկական տիրամիսուն է կարծես թե։ Ինձ թվում է ավելի համեղ է լինելու։ Հաստատ։ իրականում։ Հետո ամբողջ աշխարհում հիմա տարածված է, չէ՞, այդ քուքիսները, չգիտեմ, ծանոթ եք, թե չէ Այո։ տարբեր միջուկներով, ինչու Հայկականը Պրոպագանդենք չօգտագործենք, հայկական, չէ։ այո։ Այո։ Ես շատ եմ ուզում, որ ամբողջ Իսկական աշխարհում է։ հայտնի լինի։ Ով էր քաղաքական գործիչներից Մակրոնն էր, որ շատ էր սիրում գաթա։ Այո, եթե չեմ սխալվում, այո։ Հա։ Գաթան անհնար է չսիրել։ Իրականում Ծիրանաչիր։ շատ ճիշտ է, մենք պետք է բարբերաբար մարդկանց մեր հյուրերին, ովքեր գալիս են մեր երկիր, կլինեն քաղաքական գործիչներ, կլինեն մշակութային կամ չգիտեմ շատ հայտնի ինչ-որ արտիստներ, հյուրասիրենք միշտ գաթա, այ Սիրանուշի տարբերակով, տարբեր փոքրիկ գաթաներ, որպեսզի նրանք իրենց քիմքին հարմար տարբերակը գտնեն։ Համը գտնեն։ Հետո դա կտարածվի արդեն լայն աշխարհով։ Գաթա, Հայկական սուրճով գաթա փորձել եք։ Armenian գաթա։ Լավ էր ուրիշ լեզվով չասեցի։ Ուր հասանք։ Հիմա ընկույզը պետք է ավելացնենք նաև ես արդեն շոկոլադի կրեմի հետ։ Եվ այստեղ արմավին ավելացրեցի ընկույզ։ Այսքանը բավական է կարծում եմ։ Դա խտացրած կաթեր, չէ։ Այո։ Այսքանը բավական է։ Հա։ Մեր մանեն գիտես ոնց է սիրում խտացրած կաթ։
գտալով Անցած անգամ ինչ էինք թխվածքաբլիթ էինք օգտագործում, թե դու բերեցիր թխվածքաբլիթ, որ թաթախեր խտացրած կաթի մեջ ուտեր։ Այո, ճիշտ է, թխվածքաբլիթ էր պարզապես եւ խտացրած կաթը Մանկությունն էինք վրան քսեց եւ կերավ, այո։ Դա իր մանկության համն է։ Շատերի կարծում եմ։ Միջուկները եւս մեկ անգամ հիշեցնենք հերոստատիտողներին, Շոկոլադե որովհետեւ կրեմը- զուգահեռ մի քանի բան ենք պատրաստում։ Ահա, շոկոլադե կրեմը խառնեցինք հիմա ընկույզի հետ։ Սա 1։ Այստեղ պատրաստ ունենք սուրճի համով, խորիզով, կոկոսով եւ խտացրած կաթով, արմավով եւ ընկույզով։ Ինչ մնաց մեզ։ մնաց Չիրը։ խառնենք խորիզին ու վերջ։ Ես կարծում եմ, որ մայրիկները երբ որ պատրաստեն, կամ ով որ պետք է պատրաստի, փոքրիկներից մարդ պետք է չլինի խոհանոցում։ Որ բաղադրիչները Հա, բաղադրիչները կպակասեն, թե չէ։ Դե իրենց ամենասիրելի բանը Կարող եք արդեն բացել։ Այո։ Ընկույզը կա։ Ու մնացած խորիզն էլ։ Ալյուրը։ Ինչու ոչ։ Եվ ինչն է հետաքրքիր հիմա, որ քանի որ շատ տարբեր են, որպեսզի տարբերվեն մեկը մյուսից, այսպես ուղղակի նախշերով տարբեր պետք է վերջում որ իմանանք նախշեր կան, որ այո, պետք է գեղեցկացնի Սիրանուշը, որպեսզի տարբերվի, թե որը ինչ միջուկով է։ Որովհետև արտաքինից միայն շոկոլադե կրեմովն է տարբերվում, չէ՞, Սիրանուշ։ Այսպես տեղադրում ենք եւ այսպես բողջայի տեսք ենք տալիս իրեն։ Պատարակաղով պետք է անցքեր անենք, որպեսզի օդը դուրս գա մեջից ու չչորանա խմորը եփվելու ընթացքում։ կարող ենք դնել այստեղ։ Ախ, դրա համար են այդտեղ պատարակաղով ծակերանում անցքերը։ Այո։ Երբ որ օդը մնում է ներսում, ինքը չոր է ստացվում խմորը, ճիշտ է, էլի նույն համեղ խմորն է լինում, բայց Դու շատ գիտեի չոր։ դրա մասին։ Եւ հաց թխելու ժամանակ է։ Պատարակաղի անցքերի հետքը ինչի է։ Հաց թխելու ժամանակ են այդպես անում։ Հիմա շոկոլադը եւ ընկույզը։ Մենք մեջտեղում։ Իսկ չիրը ինչի հետ են խառնում, ուղղակի։ Չիրը խորիզի։ Միայն խորիզով։ Այո, միայն խորիզով։ Չիրը մի քիչ չորացել է։ Հետարքիր է գաթայի պատմությունը որ թվականներից է գալիս։ Շատ Բականները վաղուց։ չգիտեմ, բայց շատ վաղուց։ Շատ վաղուց։ Եվ ինչն է հետ Այդքանը այնքան ես էլ վաղուց, գիտեի, որ որքան շատ որ վաղուց։ կարծում եմ, որքան որ լավաշը, որովհետև հին ավանդույթներից մենք գիտենք, որ որքան որ մեր տատիկները պատրաստել են թոնրում լավաշ, պարտադիր Անպայման։ գաթա են Վերջում պատրաստել գաթա նաև։ են պատրաստել։ Այո։ Եվ հետարքիր այդ խորիզի գաղափարը ոնց է, լավ, գաթան հասկացանք, լավաշը հասկացանք, հացահատիկով, հետո առածենք ալյուր, հեշտ պրոցես է, պրիմիտիվ ինչ-որ։ Յուղով, շաքարավազով քաղցրացրել են, որպեսի ստանան քաղցր որևէ աղանդեր։ Բայց իրականում գաթան այնքան խիտ է, որ կարող է ամբողջությամբ կշտացնել, ինձ թվում է։ Այո։ Ահա, Մի նաև տեսակ մեր սուրճը։ հայկական խոհանոցը այդ առումով շատ հագեցած է։ Համային այդ համադրությունը եւ պատրաստվելու process-ը շատ խտացված է կարծես թե։ Միտումնավոր է արված, որովհետեւ մարդիկ մեկ անգամ ուտեն ու երկար չսովածանան։ Երևի, Սա այո։ իմ ենթադրությունն էր։ Ես չլսեցի, որովհետև ուշադրությունս այս կողմում էր։ Պետք է չի, դուք շատ կարևոր գործ եք անում։ Կարևոր է այդ Մենք միջուկները ի ուղղակի վերջո։ դես ու դենից շփվում ենք։ Ես կարող եմ այստեղ նախշերն անել, որպեսզի տարբերվի։ Հիմա ասա Բայց օրինակ Անուշ ջան, ձուն քսելուց հետո վերջում Եկեք։ պետք է, ուրեմն ես կոտրեմ հավկիթը, մեզ պետք է դեղնուցն է անհրաժեշտ, ահա։
որ լավ կարմիր լինի։ Այո։ Սիրանուշ միայն գաթա ես պատրաստում։ Ճիշտն ասած, ոչ, մրջնաբույն, որը շատ սիրվեց էլի։ Ընդհանրապես ես շատ սիրում եմ պատրաստել, իմ բալիկներն էլ այդ ամանորին ընդունված է, չէ՞, խմորեղեն Դե պատրաստելը։ իհարկե տարբեր տեսակի։ Ես միշտ թխել եմ։ Տարբեր տեսակի ու իմ ընտանիքի անդամները ունեն իրենց սիրելի խմորեղենները բոլորի համար, նույնիսկ իմ ընկերները բայց գիտեն, որ շատ համեղ է ու ինչ որտեղ եթե գնում են հյուրասիրում են, ասում են, չէ, պիտի գնանք սիրենց տանը ուտենք։ Իսկ հետաքրքիրը ասեմ, որ Սիրանուշը ունի 3 բալիկ։ Եվ հասցնում է դրա հետ մեկտեղ գաթաներ պատրաստել եւ համեղ տարբեր հետաքրքիր թխվածքաբլիթներ, բայց երեխաները ինչ միջուկով են սիրում հետաքրքիր է Սիրանուշ։ Շոկոլադը ու կոկոսը։ Ու ամեն անգամ իրենք պարտադրում են ինձ, որպեսզի ու ես շատ ուրախ եմ, որ իրենք սիրում են գաթան։ Դե այո։ Պատրաստ է նաև դեղնուցը։ Եվ մնաց խուրմայով ընկույզով։ Ու վերջ։ Ու վերջ։ Կարծես թե բոլորն ավելացրել ենք։ Իսկ մենք վերջում փորձելու ենք։ Բա իհարկե։ Բայց կհասցնենք։ Իսկ Կհասցնենք։ ինչքան է պետք ջեռոցում պատրաստելու։ 15-ից 20 րոպե մոտ։ Հա։ Ինքը սովորական գաթայից ավելի շուտ է թխվում, քանի որ փոքր է ու պետք է այնպես անենք, որ չչորանա։ Ուրեմն ամենավերջում փորձելու հնարավորություն կունենանք։ Հաղորդման վերջի մասին է խոսքը։ Դե ուրեմն դու արդեն կարող ես նախշերը դնել եւ ավարտենք։ Այս դեղնուցի հատվածը, որ հիմա աղջիկները անում են, չէ՞, ինչքան հետաքրքիր է, որ պետք է ուտեստի, ուտելիքի տեսքը գայթակղիչ եւ գրավիչ լինի։ Որ մի քիչ այդ դեղնուցը մի գաթային քիչ կսված լինի, մի քիչ սփռտնած տեսք ունենա, հաստատ մոտ չեն գնա, բայց համը նույնն է, շատ համեղ է, բայց տեսքը մի տեսակ սփռտնած է, դժվար համեղ լինի։ Այս դեպքում նախշերն էլ են օգնում իրականում։ Դե Ահա։ Եվ հիմա տեսեք տարբեր նախշերով, այստեղ այսպես ասած տարբերանշան եք դնում, որպեսզի Կարողանանք տարբերել մեկը մյուսից։ սա մեզ արդեն անհրաժեշտ չէ։ Այսպես։ Վերջիկներ։ Եվ հիմա ամենահետաքրքիրը, դե իհարկե պետք է ջեռոցում որքան պահենք, որպեսզի թխվի 15-ից 20 րոպե։ 15-ից 20 րոպե ուղարկում ենք ջեռոց, բայց քանի որ մեր եթերաժամը այսքան չէր բավականացնի, Սիրանուշն արդեն պատրաստ բերել է տարբեր միջուկներով թխված։ Խնդրեմ։ ախ դուք նախապես ամեն ինչ մտածել Դե եք։ բա իհարկե։ Մենք էլ մի քիչ շատ տխրեցինք, սպասեցինք, ասացինք 15 րոպե պետք է սպասենք դեռ։ Մենք գալիս ենք Մենք գալիս փորձելու։ ենք։ Համեցեք, Մենք եկանք։ համեցեք։ Մեծ սիրով։ Հենց մի անգամից հետաքրքիր է, չենք ասի թե որը Որը ինչ որն է։ միջուկով Բա ես ուզում եի Ես էլ եմ հարցնել, մոռացել դուք արդեն։ դուք մեզ հուշեք եւ ասեք, որը Ես էլ որն է։ Եկեք պատահականության սկզբունքով։ Այո։ Տեսնենք ինչ կլինի։ Դե բայց այստեղ օրինակ այդ պատարակով արված անցքերից երևում է որ շոկոլադով։ Հա, սա շոկոլադ է, ճիշտ է։ Այո, Բայց բայց հետաքրքիր է նաև կոկոսն կոկոսը։ է հետաքրքիր, այո։ Կոկոսը, ասեմ որն է։ Այո, Ինչքան հիշում եմ։ Ես կտրեմ։ ծաղիկով։ Ռուբեն, դու Փորձենք, կոկոսով փորձեք։ կոկոսովը փորձենք։ Կարելի է կիսել։ Կարծես թե։ Սա Չէ, այս սա կա, այ ինչքան դա։ հիշում եմ, սա է անուշ չէ։ Դու ուրիշ բան, ուզում ես շոկոլադը տայ։ տեսնենք կոկոսովն է։ Այո, կոկոսովն է։ Կոկոսովն է։ Խնդրեմ։ Իրականում սա հրաշալի հնարավորություն է անկեղծ զարմացնել թե հյուրերին, թե օտարերկրացի մեր հյուրերին։ Շատ շնորհակալություն։ Ու նաև ամանորին կամ մնացած տոներին նույնպես կարելի է այսպես փոքր տարբերակներով մարդկանց ուրախացնել համեղեր։
Եվ տարբեր միջուկներով, շնորհակալություն իհարկե Սիրանուս, շատ հետաքրքիր գաղափարներ ունես եւ վստահ եմ դեռ միջուկներն էլ կհարստացնես հետո էլ ավելի շատ կլինեն։ էլի արսայտողներ։ Շնորհակալություն։ Անուշ լինի։ Անուշ։ Գոնակ մեր եթերում։ Շնորհակալություն դուք հաճախ եկեք շփվեք։ Շատ Շատ հաճախ կտրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կտրեք շատ Շարունակենք եթերը։